Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Հուսով եմ լավ եք, մենք շատ լավ ենք։ Այսօր Աշոտիկի Սամսեկանն է, եկեք միասին գնանք գնումներ կատարելու։ Սիրելիներս եկել եմ Դանելյան Sweets, որոշել եմ, որ դերսերտով արդեն ամսեկանները նկարեմ, այլ ոչ կլորտորթով։ Հիմա կընտրեմ տարբերակներ, բոլորը գեղեցիկ, թարմ ու շատ համեղ տեսք ունեն։ Կլորտորթը արդեն սովորական է դարձել ամսեկան նկարելու համար, դրա համար ես փոխարինել եմ այսպիսի գեղեցիկ դեսերտներով, համ գեղեցիկ է լուսանկարները ստացվում, համ էլ շատ յուրօրինակ են։ Ես վերցրեցի իմ դեսերտները սիրելիներս, այնքան գոհ եմ աշխատակազմից, իրենց սպասարկումից, իրենց լավ վերաբերմունքից, հիանալի աշխատակազմ ունեն, հիանալի սպասարկում, ամեն ինչը կոկիկ, իդեալական եւ ամենակարևորը խմորեղենները միշտ թարմ են, գեղեցիկ եւ համեղ։ Սիրելիներս տուն ենք վերադարձել, եկեք անենք գնումների unboxing, սկսենք Դանելյանի համեղություններից, վերցրել եմ լիմոնչիկ և բալ, լիմոնչիկը ունի բիսկվիթային մաս, մուսային և բալը ամբողջությամբ ժելե է, էլի մուսայինով և թեթև թթվաշ համով, ասեցին, որ լիմոնչիկը շատ համեղ է, քանի որ բիսկվիթային մաս ունի, այնպես որ միասին փորձարկում կանենք նկարահանումից հետո և կտեսնենք արժե վճարել թե ոչ։ Լիմոնչիկը 500 դրամ էր, իսկ բալը 550 դրամ։ Իրենք շատ գեղեցիկ են, նկարահանման համար իդեալական են, քանի որ տորթով արդեն շատ տարածված է կլորտորթով նկարելը, որոշել եմ այսպես փոփոխություն մտցնել նկարահանման մեջ և օգտագործել այս գեղեցիկ դեսերտները, քանի որ փոքր են, հարմարավետ են։ Հիմա սա դնում ենք սառնարան, որպեսզի չհալվի։ Այստեղ վերցրել եմ թիվ փուչիկ, 7 թիվը, վերցրել եմ դեղին, քանի որ լիմոնչիկով ենք նկարելու, որոշեցի ես դեղին գույների մեջ լինի։ Գեղեցիկ ֆոտոզոնակ սարքենք և կնկարենք։ Այստեղ վերցրել եմ մարշմելո, մարշմելոյի վրա կա տարբեր գույներ, ներառված դեղինը, կարմիրը և սպիտակը, որն էլ մեզ անհրաժեշտ է այս գունային համադրության համար։ Շատ մեծ են իրենք, ես կմասնատեմ, երկու մասի կբաժանեմ, որպեսզի ավելի գեղեցիկ լինի լուսանկարում։ 250 դրամ է, շատ հարմար գին էր, որովհետև մարշմելոներ սովորաբար թանկ են լինում։ Այստեղ վերցրել եմ փուչիկներ, երկու գույն, կարմիր և դեղին, փոքր չափսն եմ վերցրել, արժեքը 20 դրամ մեկ հատի համար։ Իրենք վերցրել եմ նրա համար, որպեսզի փոքր փչենք, շատ մեծ չլինի և կադրում գեղեցիկ կլոր երևա։ Նույն այսպես լիմոնչիկի էֆեկտ ստանանք և կարմիրն էլ բալի համար եմ վերցրել, այսինքն երկու ֆոնով ենք նկարելու։ Այստեղ վերցրել եմ տորթիկ, տրյուֆել տորտ, էլի Դանելյանների արտադրանքն է, շատ համեղ թխվածքներ են, այսօր էին ստացել, կարելի է ասել արդեն դասավորում էին սառնարանի մեջ։ Հենց դասավորեցին, ես էլ արդեն վերցրեցի, որպեսզի վայելենք, չնայած նրան, որ կարող է ինչ-որ հյուր գատուն, թեկուզ հարևան, բարեկամ կամ հարազատ, մի հատ քաղցր ունենանք տանը, որպեսզի սուրճ խմենք։ Շատ համեղ են, թարմ են ինչպես միշտ վերցնում ենք Դանելյանների ապրանքանիշից, որովհետև իրենք համեղ են, թարմ են, նաև այս տրյուֆելը շատ իդեալական համ ունի, թեթևակի դառնություն ունի, քանի որ պատրաստված է դառը շոկոլադով, ու իր կողքերը դառը շոկոլադ է, որն էլ իդեալական համադրություն է քաղցրի հետ, ես շատ եմ սիրում։ Այսպես սիրելիներս հիմա ամբողջը կտեղավորեմ, որովհետև Աշոտիկս քնած է, հենց արթնանա միանգամից կանցնենք նկարահանման պրոցեսին։ Վերցրել եմ նաև 7 թիվ մոմ, շատ գեղեցիկ դիզայն ունի, էլի Դանելյան Sweets-ից եմ վերցրել, ունեին վաճառքի մեծ և փոքր,
250 դրամ փոքրն էր, 500 դրամ մեծը։ Որոշեցի փոքր վերցնել, որովհետև դեսերտը փոքր է, իրար հետ այսպես ասած համահունչ լինի։ Այսպես սիրելիներս, հիմա սպասենք Աշոտիկը արթնանա, որից հետո կսկսենք նկարահանումը։ Ինձ թվում է շատ գեղեցիկ կադրեր ենք ստանալու։ Այս էլ մեր գնումները, սիրելիներս։ Աշոտիկս արթնանա ու կմիանամ ձեզ։ Սիրելիներս, սա առաջի տաղավարն է, լիմոնչիկով ենք նկարում, այսպես գեղեցիկ, լիմոնային գույների մեջ գեղեցկացրել եմ տաղավարը, թիփուչիկը իդեալական է երևում, Աշոտիկից տվել եմ մարշմելո, որպեսզի չլացի, այս կողմ են կողմ չգնա, որպեսզի կադրերը գեղեցիկ ստանանք, տեղադրելու եմ Facebook հարթակում, միշտ ընտեղ եմ տեղադրում, Instagram-ում չեմ տեղադրում, այստեղ լիմոնչիկը, տեսեք ինչ գեղեցիկ է։ Հեսա նկարեմ վերջացնեմ և կանցնենք բալի տաղավարին, բալի տաղավարն էլ է շատ գեղեցիկ, լնայեք իմ սիրունին, իմ հոմուվին, ասեք, որ իսկը տղամարդու դեմք ունի։ Սիրելիներս, սա էլ բալով տաղավարն է, ինձ համար երկու տաղավարներն էլ շատ իդեալական ու գեղեցիկ են ստացվել, փուչիկների համադրությունը, մարշմելոները, դեսերտը, լմիատեսեք Աշոտիկը ոնց է մարշմելոները ուտում, վերջի պահին հազիվ եմ բերանից անել, որովհետև չէր կարողանա կուլ տալ, յոթն էլ արդեն համադրվում բալի գույների հետ, այնպես որ ես շատ գոհ եմ կադրերից, շատ գեղեցիկ նկարներ են ստացվել, Աշոտիկիս ամեն կերպարս ազում է, ամեն մի տաղավարում գեղեցիկ է դուրս գալիս, կարելի ասել ֆոտոգենիկ տղա ունեմ, այսպես իմ սիրունի ամսեկանը, սիրելիներս։ Այստեղ Աշոտիկը կնքում է տորթի մահկանացուն, լմիատեսեք ինչպես է հոշոտում մեր դեսերտին, նկարեցի վերջացրեցի, ինքը մի հատ շուռ եկավ, փորի վրա պառկեց և սկսեց արդեն համտեսել իր ամսեկանի դեսերտը, լմիատ նայեք ոնց է ուտում, կարելի ասել ամենագեղեցիկ կադրը, ամենագեղեցիկ պահը հենց սա է, ասենք շնորհավոր իմ բալի ամսեկանը, արդեն դարձավ 7 ամսեկան, մի հատ բերանին նայեք, այնպես էլ ախորժալի է ուտում։
Սիրելիներս պատրաստում ենք նրբաբլիթներ, այստեղ տարայի մեջ արդեն կոտրել ենք 4 հատ ձու, ավելացրել ենք մազմասկաթը, ավելացնում ենք ալյուրը և հարիչի օգնությամբ հարում ենք։ Ավելացնում ենք կրկին ալյուր, Chicho. Tati kinta. Ստանում ենք այսպիսի փրփրանման զանգված, ասեմ, որ շատ դեղին գույն է ունենալու, ձվերնել էր ինքը այսպես վառ գույնով, կաթնել ոչ պակաս յուղոտեր, էլի ավելացնում ենք կաթը, ալյուրը, գնդիկներ չկան, շատ լավ հարված է, էլի մաս ավելացնում ենք ալյուրը, կաթը, մինչև ստանանք մեզ անհրաժեշտ զանգվածը։ Ալյուրը նախապես մաղված է։ Սիրելիներս, պատրաստ է մեր խմորը, այսպես լավ խառնում ենք, մի հատ տեսեք առանց գնդիկների, այն է ինչ մեզ պետք է։ Պատրաստվում է շատ փափուկ, չճաքող նրբաբլիթներ, ոչ պոկվում են, ոչ ճաքում են և ոչ էլ չորանում։ Թողնում ենք հանգստանա մոտ 15 րոպե։ Ցանկալի է յուրաքանչյուր խմոր, ինչ խմոր որ կլինի պատրաստում ենք, թողնենք, որ հանգստանա, չշտապենք։ Հիմա կսպասենք 15 րոպե և կսկսենք թխման պրոցեսը։ Սիրելիներս, միջուկի համար վերցրել եմ ֆարշ 2 հատ, մեծ և փոքր, Պելմենո ֆիրմայի, իրեն ոչինչ ավելացնել պետք չէ, որովհետև ներառում է կանաչի, համեմունքներ, աղ, այսպես ասած պատրաստման համար ամեն ինչ կա իր ներսում, ուղղակի տեղափոխում ենք թավայի մեջ և թողնում ենք նախ իր այդ գոլորշու մեջ տապակվի, ջուր դուրս կգցի, կթողնենք ջուրը, այսպես ասած կգոլորշիանա
Եվ կավելացնենք մի փոքր բուսայուղ եւ կթողնենք, որ տապակվի։ Ստացվում է շատ համեղ միս հենց այս ֆարշից, որովհետեւ ինքը շատ համեղ է։ Իր համեմունքը իդեալական է, այսպես ասած, շատ նուրբ եւ համեղ է ստացվում։ Մեծը 1300 դրամ էր, փոքրը 650 դրամ։ Սիրուններս կրկին խառնում ենք, անընդմեջ խառնում ենք, որ իր այսպես հյութը գոլորշիանա եւ ավելացնենք բուսայուղը։ Սիրելիներս, ֆարշը արդեն պատրաստ է, դրել եմ մի կողմ, որպեսզի հովանա, այդ ընթացքում կպատրաստեմ նրբաբլիթները։ Աշո, աշ, սիրելիներս, լիստերը արդեն թխել եմ, ճիշտ է ավելացավ որոշ քանակության, ահմարյա կեսը ավելացավ, այսպես կդնեմ սառնարան, վաղը առավոտյան կսկսեմ էլի թխել, հիմա ինչքանը որ թխվել է, այսքանը հիմա կփաթաթեմ, որովհետև մեր մոտ արդեն ժամը 12-ն է, երեխեք հետ չեմ հասցնի, էլի պետք է հիմա կաթ սարքեմ, երեխեքը նոր են կերել, մինչև ես կփաթաթեմ, կվերջացնեմ, արդեն երկրորդ կաթ սարքելու ժամանակը կլինի, հեսա Շահենն էլ տուն կգա, դրա համար հիմա ինչքանը որ թխվել է, այդքանը փաթաթում եմ, մնացածը վաղը արդեն, վաղը կթխեմ, խմոր հաստատ չի փչանա, կդնենք սառնարան, վաղը կհանենք սառնարանից եւ կսկսենք պատրաստել։ Հիմա ես ձեզ ուզում եմ ցույց տալ նրբաբլիթի փոփկությունը, հələ մի հատ տեսեք, ընդհանրապես չի ճաքում, շատ նուրբ եւ ամուր խմոր է։ Դասավորենք։ Հիմա սկսում ենք փաթաթել, շարելու եմ սինի վրա, սկզբում փոքր, ինձ թվում է կհերիքացնի, եթե չէ, արդեն հաջորդը կվերցնեմ, մի քիչ ավելի մեծը, ու կտեղափոխեմ, բայց ինձ թվում է պետք է որ հերիքացնի։
Սիրելիներս, ավարտվեց մեր այսօրվա վլոգը։ Այս համեղությունները տեղափոխում եմ Սարցախցիկ, հետագա համտեսման համար։ Իսկ ձեզ ասում եմ մնալուք բարով, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Սիրում եմ բոլորիդ շատ, գրկում եմ բոլորիդ շատ։